Ամալիա Հովհաննիսյանի լայվում հաղորդման սերշարքում հյուր էին դերասան Լևոն Սարգսյանն ու կինը։ Ալիս Սարգսյանը Star News-ը հետևեց զրույցին։ Հարաբերությունների ընթացքում միմյանց ադապտանալու փուլում բարդությունների մասին։ Անհետաքրքիր չի եղել մեր հարաբերությունները, տարիքային Իրանն ասել է արդեն։ Էն ինչը որ ինքը ուզում է անի, ես չեմ հասկանում էդի։ Օրինակ ես էդի արել եմ 12-15 տարի առաջ։ Ես ակտիվ հանգստի սիրահար եմ, ինքը պասիվի, էդ արդեն կոնֆլիկտի պատճառ է։ Միշտ վիճում ենք, լեզվակռիվը միշտ լինում է։ Նշեց Լևոնը, իսկ կինը թեմայի շուրջ անկեղծանալով խոսեց։ Լևոնը հանգիստ մարդ է, իսկ ես շատ ակտիվ եմ, երբ զգում եմ չափս շատ եմ անցել, իմ հիստերիան բարձրացրել եմ, արդեն կռիվս արել եմ, հասել եմ իմ ուզածին, այդ ժամանակ ասում եմ կյանքս, բա ինչ ենք ուտելու ու բարիշում ենք։ Ժամանակին, երբ դերասանը հայտնվեց ոլորտում, առաջին ամենաքննարկվող հարցը իր արտաքին կերպարն էր։ Ու այդ ժամանակ ակտիվ էր գործունեությամբ նաև Հովհաննես Ազոյանը։ Իրենց շատ նմանեցնում էին, և Լևոնին համարում էին ինչ-որ առումով Հովհաննես Ազոյանի քոփին, որովհետև ոչ ստանդարտ մազերը նման էին, որը միանգամից աչք էր ծակում։ Սրտնեղում էր արդյոք դերասանն այս համեմատություններից։ Այդ հարցում իմ ընկերներն ինձ օգնում էին, ովքեր նաև կապ ունեն ոլորտի հետ։ Իրենք ասեցին, ունես X ժամանակ ապացուցելու, որ դու լովն ես ու վերջ։ Այդ ժամանակահատվածում շատ զանգեր եմ ստացել տարբեր մարդկանց կողմից, ովքեր առաջին պլանում տեսել են Հովհաննես Ազոյանին, հետո բանակցությունները չեն ստացվել, զանգել են ինձ։ Ես իրենց նույն թիվն եմ ասել, ինչը որ Հովոն, որովհետև ես նույն տիտանական աշխատանքն էի անելու։ Մենք ընդհանրապես իրար չենք ճանաչում, չենք էլ տեսել։ Ես որպես դերասան իրենից չեմ ոգեշնչվել, ավելի մեծ, ավելի փորձառու մարդկանցից եմ ոգեշնչվել։ Միշտ Մկրտիչ Արզումանյանից եմ ոգեշնչվել։ Նշենք, որ դերասան Հովհաննես Ազոյանին դուր չի գալիս իր ու նորահայտ դերասան Լևոն Սարգսյանի նմանության թեման։ Լևոն Սարգսյանն Ազոյանի պես հայտնի չէ, սակայն գործունեություն է ծավալում նույն ոլորտում։ Մամուլում հաճախ են խոսում նրանց նմանության մասին։ Կարծիքներ կան, որ Լևոնին նախագծերին մասնակցելու են հրավիրում հենց այդ նմանության համար։ Հովհաննես Ազոյանը նմանությանը վերաբերող հարցին չցանկանալով պատասխանել, նշել էր նման չէ, այդ երկու բառը կասեմ։ Տենա ուղարկել, հենց սադախլոյս ունկեքը մեջը։ Ո՞ս ով տվել։ Արմեն հոպարն է տվել, ասաց փողը մոտիցը տանպակաս լինի։ Էս ինչ է։ Սուքարանի թուղթ։ Այս ինչ համար է։ Սենց ջազվա այնտեղ չկա, 200 հատ հայկական կոֆե են սարքել մեջը։ Էս ով տվել։ Գեղամ հոպարն է տվել, լամպովի զավոդում, որ աշխատում էր ինքը։ Էս ինչ ծվել է։ Տատի տա ուղարկել, տնական է։ Էս ինչ կանաչի է։ Լսի մեր հարևանն է տվել, նոր է քաղել, ասաց այնտեղ անպայման կօգտագործել։ Վենտիլյատոր։ Կյանքս դե վալետ հոպարն է ուղարկել, ասաց հայկական է, ինքն է սարքել։ Ամերիկայում չկա վենտիլյատոր։ Դրանից չկա։ Լսի քեզ ինչ եմ ասում, քրոջդ ոտը вообще չտենամ, մորդ ոտը առավել եւս, այն հորքուրիտ էլ չասեմ։ Ու մենք ընկերներով ինչքան կուզենք կգանք ստե բլոտեք խաղանք, ինչքան է որ պետք կլինի, դու կոֆե կդնես։ Արա տես բան ասես Բենոն Մայլան, Մայլան ամես տնես ռադ արեց արա։ Արա սմարը բերեմ այդ փակ ապե սուսուփուս մնա էլի։ Հա, դες ճիշտ չի։ Բոլորն են ով։ Հաթետը սպրծել է, մի հատ Wi-Fi-ի կոդը կասես։ Ես ասեմ գրի։ BQ GGS USU Տակի գծիկ 14567 BQB հետո գրի P para pu para pi para pu piri pu pa pu piri pu. Всё? Չէ, լելիկա։ Pi pu para pu pa pu pi para pu. Կյանքս։ И лошади, 2 дома на побережье. Եկալեսի չքնես։ Մի քնի։
Вот о чем я подумал. Քեզ ասում եմ մի քանի։ Էս ուրիշ բան, այս sense պետք է լինի։ Շնորհ մի քիչ քաշ գցեմ։ Այս պարապեն բան մի քիչ առողջականից վրա լավ ազդի էլի այս ամեն ինչը մի քիչ շատ եմ քաշ ավելացրել։ Կյանքս որոշել եմ մի քիչ քաշ գցեմ, համ առողջականից վրա լավ կազդի, համ էլ մի քիչ սիրուն կուբիկներ կլինի, այդպես պաշկեքով աղջիկեքին որ կլցվեն վրաս։ Կյանքս տղեկով տուն եք վերցրել, գնում ենք պիվա միվա վերցնենք, ռա, բան այդպես ժամի 9-ի կողմերը տունը գնանք։ Կյանքս տղեկով գնալու ենք տուն վերցնենք, հետո 5-6 հոգի աղջիկ էլի ամեն մեկից մի հատով։ Լավ պիվա միվա կխմենք 12-ին յա կգանք, յա չեն գա։ Անկս բաճիմաց այս մեր թանձա գործի տեղի Անուշիկը որ կա նորենք ընդունել, կարմի դիպլոմով ավարտել է, գնացի Ճապոնիա վերապատրաստվել եկել, այս սենց ընտիր աղջիկա։ Անկս անես մտցիտեմ ընդունել գործի, այսպես մի երկով դոշերը, բայց որ մի բան է ասում, հա Անկեր Սարգսյան, ասա Անկեր Սարգսյան, ինչ է եղել Անկեր Սարգսյան։ Խանութ էի գնացել, երշիկեղեն առա, ընտիր երշիկեղեն էր, չարազները առա, չարազներն շատ տեսակ առել եմ, էլի ամեն ինչից, բա բուդս տնես, նենց լավ բուդ եմ առել, շատ լավն է, նվերները առա, գիտես, են հարևանին չի ասում, բայց դրա լակոտներին էլ եմ առել, հա, վերջը, լսի, ամեն ինչ էլ առել եմ, չգիտեմ, էլի, քիչ, հələ մի րոպե, էլի, զանգ ա գալի, չես հասկանում, որ ասում եմ հելի պատուհանը փակի, Չէ, չեմ հասկանում։ Նոր դնում եք կադրը մոնտաժ, մի քիչ էմոցիա դու էլի, չի զգացում, որ խաղում ես դու էլի, հասկացա, զուտ է։ Բացի դեդլայներով չենք հասկանում։ Ես վլոգ շփանալ եկանում ես։ Հետևը թույլ է խոսել, էլի։ Հա։ Ես մեմ կադրերը գնում ես սցենարի։ Դե իմ 1200 դրամը իմ production-ն է։ Пожалуйста, Петь. Буквально минуту. Буквально минуту. Цветы поливай. Минуту. Буквально минуту. Ես պատրաստեմ տղեկ հետ մենք սաունա, անհանգստանալ բան չկա, աղջիկեք չկան։ Դաժեն Ժաննան է մարդուն թողը, որ գա մեր այդ սաունա, պատկերացնում ես։ Всё դե, գնացի, ինչ ուզում ես կարաս պատվիր ես, քարտի վրա փողն գցե, կանդիպեք, դավայ։ Մոռացա հարցնեմ, գալ է։